Եթե աշխատում եք այնպիսի զանգերի կենտրոնում, որի նպատակը մարդուց գումար հափշտակելն է, գուցե դուք ևս այս անձանց շարքում հայտնվեք՝ կեղծ ներդրումներից մինչև կեղծ իրավաբանի օգնություն։ Թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր երկրներում գործում են զանգերի կենտրոններ, որտեղ աշխատելու համար մարդկանց գրավիչ պայմաններ են առաջարկում, սակայն պահանջում են գաղտնի պահել գրասենյակի հստակ գտնվելու վայրը, կազմակերպության գործունեության բնույթը, հաճախորդների հետ շփվելիս ներկայանալ կեղծանուններով եւ այլն։ Աշխատավարձի չափը կարող է տարբեր լինել, օրինակ $1000 բոնուսներով։ Ունեցել ենք զանգերի կենտրոն, որտեղ աշխատակիցներին հասկացրել էին պոլիգրաֆ, այսինքն հասկացել էին, թե տվյալ աշխատակիցը ինչքանով է ստում, կարողանում է պահպանել գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, թե ոչ, այնուհետև պոլիգրաֆ այդ process-ով անցկացնելուց հետո եւ հոգեբանների ներգրավմամբ որոշում էին կայացրել, թե որ աշխատողն է իրենց համար պիտանի, ով կարող է գաղտնապահ լինել։ Երրորդ փուլն էլ աշխատակիցների վերապատրաստումն է։ Նրանց սովորեցնում են, թե ինչպես է պետք հաղորդակցվել։ Ոստիկանությունից տեղեկացնում են, այս տարի զանգերի 3 խոշոր կենտրոն է բացահայտվել։ Բազմաթիվ անձինք են ներգրավված եղել, թիրախավորել են 1000-ից ավելի մարդկանց։ Հասցված վնասը ըստ նախնական հաշվարկների գերազանցել է մի քանի միլիոն $։ Այն քաղաքացիները, ովքեր որ մասնակցություն են ունենում զանգերի կենտրոնին, իրենք որոշակիորեն մաս են կազմում այդ հանցավոր գործունեությանը, ուստի յուրաքանչյուրը կախված իր կողմից կատարված աշխատանքի բնույթից, քանակից եւ այլ հանգամանքներից կրում է իր պատասխանատվությունը վաղ թե ուշ։ Իդեպ Հայաստանում գործող զանգերի կենտրոնները թիրախավորում են օտարերկրացիներին, իսկ այլ երկրներում գործող կենտրոնների աշխատակիցների թիրախում կարող են Հայաստանի քաղաքացիները լինել։ Ամբողջ աշխարհում շատ սա տարածված է, հատկապես ասիական մի շարք երկրներում, Ինդոնեզիա, Վիետնամ, այս կողմերում, Ռումինիայում կա մեծ այդպիսի ֆերմերներ, Նիգերիայում կան։ Մեդիափորձագետը նշում է, զանգերի կենտրոններ ստեղծվում են պարբերաբար, ներգրավելով մեծաքանակ աշխատակազմ։ Եղել են հետաքննողների որոշ ուսումնասիրություններ ոչ Հայաստանում, արտասահմանյան մի շարք այլ երկրներում, որտեղ պատմում են, որ ինչ-որ դեպքերում մարդկանց գրեթե զոռով են աշխատացնում, այսինքն տրաֆիկինգի են բերում, շանտաժի են դիմում, սպառնալիքների եւ սա նույնպես մի գործոն է, որը պիտի մարդիկ հաշվի առնեն, որ մեկ անգամ ներքաշվելով այս գործի մեջ, հետո իրենց կարող են տարբեր միջոցներով շանտաժի ենթարկել։ Մասնագետի հորդորն է կենտրոնների առաջարկները որքան էլ գրավիչ լինեն, գործունեությունը մտահոգիչ եւ վտանգավոր է։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, լուրեր։